Ինչպես եք վերաբերվում գույքահարկի թանկացմանը, կենտրոնում տները վաճառելու Փաշինյանի առաջարկին։ Իհարկե շատ վատ։ Հա, եղել է թանկացում։ Դե իհարկե վատ։ Ամեն դեպքում վատ։ Իհարկե վատ։ Շատ վատ, հա, դե տեղ են ազատում, որ իրանք գյուղից գան, կենտրոնում ապրեն, մենք է քաղաքում ծնված մեծանցածներս գնանք գյուղում ապրենք։ Թազա նոր շերտ առաջանում չկայացած մարդկանց, որ ուզում են կայանան, մեր հաշվին։ Շատ վատ, չէ, դեռ ոչ մի բան չենք վճարել, շատ սխալ բաներ անում։ Շատ սովորական, ինչպես մնացածները։ Որ թոշակները ցածր, աշխատավարձը ցածր, գույքահարկը ոնց կլինի բարձր, երբ որ նրանք բարձրացնեն, արդեն մարդիկ այդքան չեն մտածում։ Շատ սխալ անում։ Ինչի կենտրոնի ապրող, դրսի ապրող չի։ Մարդկա թոշակով ապրում, ոնց վճարի այդքան գումարը։ Սխալ է։ Մարդը իր ամբողջ կյանքը ապրել է այդ տան մեջ։ Հիմա գույքահարկի համար տունը պետքա ծախի, որ Նիկոլ Փաշինյանը փող տա։ Ինչի Փաշինյանը պետք է ասի նոր վաճառեն։ Նա իրավունք չունի ասի վաճառեն։ Ես եմ կենտրոնում եմ ապրում, երբեք չեմ վաճառել։ Ինչի համար վաճառեմ։ Մենակ ես չէ, բոլորն էլ բողոքում են, շատ են բողոքում։ Բայց ինչ անենք։ Միշտ սենց հայ ժողովուրդը միշտ սենց բողոքելով ապրելա միջև հիմա, բայց ինչ կլինի մեր վերջը չգիտեմ։ Շատ վատ եմ վերաբերվում, որովհետև իրանք են տվել այդ տունը։ Իհարկե ոչ։ Իրենց թող կառուցեին, իրանք բանանեին, նոր էս տներին հնարավոր է, բայց տարիներ շարունակ իրանք ինչ են արել։ Ինչ եկել են ժողովրդի կաշին քերթում են։ Կենտրոնի տները ինքը չի տվել, ինքը չգիտեմ որտեղից է եկել, ինքը եւ իր կողմի այդ շրջապատը։ Իսկ սա մեր հայրական տներն ա եղել, մարդիկ այստեղ ապրել են, մեծացել են։ Իսկ հիմա եկել է ասում է ինչա, տներ վաճառ, ինքը ով է, որ պետք է այտենց բան ասի։